Երևանի Ազատության հրապարակից ազատամարտիկների նստացույցն այսօրվանից տեղափոխվեց Գյումրիի Թատերական հրապարակ։ Իրենց պահանջները նստացույց հայտարարած ազատամարտիկները ներկայացրել էին 1 տասնյակից ավելի պաստառների վրա, որոնք փակցրել էին Թատերական հրապարակում։ Ազատամարտիկները առաջ են քաշում հիմնականում սոցիալական խնդիրներ։ Ամենակարևորը ըստ նրանց արժանապատիվ կենսաթոշակն է։ Նստացույցի մասնակից գյումրեցի ազատամարտիկներին միացել էին նաև Երևանի Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկները։ Նրանցից նստացույցի նախաձեռնող Վոլոդիա Ավետիսյանն ասաց, թե շրջելու են մարզերով եւ համախմբելու ազատամարտիկներին։ Հիմա գնալու ենք հեռու մարզերը։ Գորի, Սիսիան, Ղափան, Արցախ, ասես կամաց բոլոր տեղերով պետք է անցնենք։ Մարզային այցելությունները պետք է քանի օր է տևելու ակցիաները։ Կտեսնենք, առայժմ որոշել ենք մի 4 օր, կտեսնենք անհրաժեշտությունը դիանելով կամ կավելացնենք կամ 4 օր պիտի նստենք։ Վերջում մի որևէ բանի կհասնեք։ Ուրեմն մեր ճնշումներից է կախված, կհասնենք թե չէ, ինչքան ուժեղ ճնշենք, ինչքան մեծանանք, շատանանք, այնքան հասնելու ենք։ Եթե չէ կառավարությունը 20 տարի չի անում, եթե կառավարություն լիներ կաներ։ Ճնշումից է կախված լինելու, ինչքանով ենք ճնշում, ինչքանով են տալու։ Մենք ուսումնասիրել ենք շատ պետությունների կրված տղաների մեր լեզվով ասած իրավիճակը, վիճակը եւ տեսնում եք, որ մի ահռելի տարբերություն։ Օրինակ, Ռուսաստանում, երբ որ տվյալ անձնավորությունը մասնակցել է կռիվներին, Չեչնիա, Աֆղանստան, առանց որևիցե կարգի, ասենք հաշմանդամ է թե հաշմանդամ չի, ստանում է 25000 ռուբլ, այսինքն մեր դրամով մոտավորապես 330,000 դրամ։ Ես Պայեստազորի մայոր եմ։ Ինչքան թոշակ եք ստանում։ 54,000։ Ու բավարարում է, ինչ եք կարողանում այդ կանոնը։ Ծիծաղելի է։ Ծիծաղելի դա թոշակ է։ Նստացույցի մասնակից ազատամարտիկներից ոմանք էլ կարևորեցին ոչ այնքան սոցիալական խնդիրները, որքան վերաբերմունքն ազատամարտիկների նկատմամբ։ Ես կրում եմ, որ չի տրվում արժանի գնահատական եւ արժանապատիվ վերաբերմունք չի ցուցաբերվում պետության կողմից։ Այն պահին, երբ նստացույցի մասնակիցների հետ էի զրուցում, այնտեղ էին նաև ոստիկանները, ովքեր փորձում էին իմանալ, ճշտել թե ինչ են անում ազատամարտիկները Թատերական հրապարակում։ Հետո հեռացան, բայց շարունակում էին հեռվից հետևել։ Նշեմ, որ Գյումրիում ազատամարտիկների նստացույցը կշարունակվի 4 օր։